Երբ ատեիստը օգնություն խնդրեց եկեղեցիեն եւ մերժվեցավ։ Վարդան Ղուկասյանի ցայնը ջիջմը եկեղեցվո թեմ։ Քրիստոսը գներեր, բայց եկեղեցին մերժեց։ Եկեղեցին փակեց իր դուռը, երբ մարդը օգնություն խնդրեց։ Ուր էր Քրիստոս, երբ Վարդանը աղաչեց։ Անարակ որդին վերադարձավ, բայց հայրը դուռը փակեց։ Ողջույն սիրելիներ, այս բոլորը միայն վերնագրեր էին այսօրվա իմ խոսքին։ Այսօր ես պիտի խոսիմ դեպքի մասին, որ միայն Վարդան Ղուկասյանի մասին չէ։ Այս պատմությունը մեկ անձի շուրջ չէ, այլ մեզ բոլորիս մեջ ապրող ճշմարտության մասին է։ Վարդան Ղուկասյանը մեր հայրենագիծն է։ Իր անցյալին ու արտահայտություններու մասին շատերս լսած ենք։ Այո, ան հրաբարակավ հայտնած էր թե ատեիստ է, եւ ան գոբիտ կերպով խոսած էր եկեղեցվո հասցեին, բայց այսօր ան այլևս միայն ատեիստը չէ, ան դարձած է խորհրդանիշը, հիշեցումը, հայելիմը, որ կցուցաբերե մեր եկեղեցվո այսօրվան իրական դեմքը։ Վարդանը հիմա բանդի մեջ է, ան ազատ չէ, ոչ մարմնով եւ ոչ հոգիով։ Եվ այդ խավարի թակված պատուհասներու քարյա անապատի մեջ անբացած է իր վերջին հույսի աչքը։ Եվ այդ աչքով նայած է ոչ թե քաղաքական կուսակցության, ոչ թե պետական պաշտոնյայի, այլ եկեղեցվո։ Այո, ահավասիկ աթեիստը, որ դարիներ շարունակ գմերժեր աստվածայինը, հիմա իր վերջին շունչովը օգնություն կխնդրե եկեղեցիեն։ Պատկերացուցեք, եկեղեցին, որուն թեմ կխոսեր, հիմա անոր մոտ կուքա ու գսե. խնդրեմ, ցերկ մեկնեք։ Եվ ինչ պատահեցավ։ Մենք իմացանք, որ Անտիլիասի թեմը նախ խոստացած էր միջնորդել դեգուզ միջնորդակրովը։ Գարձես հույսի նշուլմը բացվեցավ եւ փայլեցավ բանդի մտության մեջ, բայց այդ լույսը շուտով խավարեցավ։ Թեմը մերժեց ըստ այն, ինչ որ մեզ հասած է, պատճառը քաղաքական եւ անձնական հաշվարկներն էին։ Գարձես մեկը զանգեց Արամ Կաթողիկոսին, իսկ անալ իր ավակ եղբորը Քարեքինին, իսկ անոնք, որոնց պիտի միջնորդեր ներողամտությունը, մերժեցին այդ մոլորվածը։ Մորցան, որ Վարդանն Աստուծո զավակ մնե։ Ոչ թե ըստ անցյալին, այլ ըստ իր այս բահու հոգեգան վիճակին։ Այս դեպքը սիրելիներ ամեն բան կբացահայտե։ Ոչ Վարդանի մասին, այլ եկեղեցվո մասին։ Եկեղեցին արդյոք դարձած է գույր գործակալություն, ուր անձնական վիրավորանքներ, քաղաքական հաշվարկներ ու հպարտություններ կորոշեն մարդոց արժանավորությունը։ Եկեղեցին պետք է լա մայրը, որ իր զավգին կգրկե նույնիսկ երբ զայն վիրավորած է։ Բայց մենք տեսանք մեկ այլ պատկեր։ Հայրը, որուն պիտի ընդուներ իր անարակ զավակը, փակեց դուռը։ Ուր մնաց անարակ որդի արագը։ Հիմա, թեև որդին վերադարձավ, բայց հայրերը փոխված են։ Հայրը վիրավորված էր ոչ թե անդարբեր, այլ վրեժխնդիր։ Ես կհարցնեմ, եթե Վարդանի պես մարդը իր խոցված բահուն կհասնի այնտեղ, ուր այլևս ամեն բան կփլվի եւ միայն Աստծո գիրկն է բաց, բայց այդ գիրկն ալ փակվի, ինչ մնաց։ Ուր մնաց Քրիստոսը, ուր մնաց սերը, ուր մնաց ներողամտությունը։ Եվ այսօր, եթե Վարդանը վաղը դուրս գա եւ ասե, ես եկեղեցին չեմ ընդունիր, ով գրնազինք մեղադրել։ Մենք բարդվեցանք։ Վարդանը հաղթեց։ Վարդանը բարձրացավ։ Անիր անցյալով հանդերձ բարձրացավ մեզ մե վեր, որովհետև ան թագեց դուրմը, իսկ մենք փակեցինք։ Ան արհավերտ պիտի մնա մեր խղճի վրա։
Ան բացահայտեց մեր իրական դեմքը։ Եկեղեցական առաջնորդներ, դուք մերժեցիք ոչ միայն Վարդանը, այլ մերժեցիք Քրիստոսը։ Եթե Քրիստոս այսօր կար, ինչպես Վարդանին մոտեցավ, ցեզի ալ պիտի հարցներ. ինչու դուն քեզ կբարձրացնես իմ վրաս։ Քրիստոս ներեց զինք խաչողներուն, իսկ դուք չներեցիք ցեզ քննադատողը։ Միթե ձեր աթոռներն ու հեղինակությունը ավելի արժեք ունին, քան Քրիստոսի արյունը։ Սիրեիներ, եկեք բահմը վերանայինք մեզ, մեր բանակի մեջ, մեր հոգիներուն մեջ, մեր բանդերուն մեջ, որքան երիտասարդներ կան, որոնք նեղության բահուն չեն թիմեր քաղաքական համագարկին, այլ կթիմեն եկեղեցիին։ Բայց մենք հոգևորականներս գրնանք ասել, թե գոնե մեկ ձեռք երկարեցինք, երբ զինվորը իր վերջին հույսով եկեղեցիին նայեցավ, մենք ինչ ըրինք, քարոզեցինք, թե դուր փագեցինք։ Սա միակ մեր խնդիրը չէ, սիրեիներ։ Այսօր մեր բանակներում մեջ մարդիկ կինքնասպանվին, սպանություններ, բռնություններ, հոգեգան գործանում, եւ մենք քարոզողներս մնացինք անշշուկ։ Վարդանի պես մարդ մի եկավ ու ըսավ. «Ցևով մը օգնեք», մենք լրեցինք։ Ինչպես ժողովրդական արածը գսե. «Առանց ծուխի գրակ չկա»։ Եթե Վարդանը խոսեցավ, ուրեմն գրակը տեսած էր, եւ այդ գրակը եկեղեցիեն էր, եւ ոչ միայն արտաքին աշխարհեն։ Սիրեիներ, ես չեմ խոսիր Վարդան Ղուկասյանը արդարացնելու համար։ Ես չեմ մոռնար անոր անցյալի խոսքերը թեգուզ եւ իմ հասցեին, բայց ինչպես Հակոբոս Առաքյալը կխոսի ասելով, եթե մեկը մեղավորի դարձի բերե, ինքն իր հոգին բրգեց։ Մեզի համար պետք է աննշանակե հին եղբոր վերադարձը, ոչ թե թշնամիին մերժումը։ Եկեղեցին արդար մարդու դունը միայն չէ, եկեղեցին մեղավորներու ապաստանն է, իսկ այսօր վերածված է Թադաստանի քահի։ Անդգար էր, բայց մենք հաղթանակ չունեցանք։ Մենք բարձվեցանք Վարդանին առջև, որովհետև երբ ան ընդունեց իր խոցը եւ եկավ օգնության, մենք փախուստ տվինք։ Մեր հպարտությունը իր ճշմարտությունն էր, իր աղերսը մեր մերժումն էր, իր մենությունը մեր լրությունն էր։ Ան խոստովանեցավ իր խոնարհությունը, իսկ մենք ծածկեցինք մեր բարձրությունը, մեր հպարտությունը։ Պետք է ստապինք։ Եկեղեցին այսօր այլևս միայն շինություն չէ։ Ան ինքզինք դաբալած է իր լրությամբ, իր մերժումով, եւ այդ մերժված ցերկը մեզ պիտի թադե օրմը։ Վարդանը այլևս միայն մեկ անձ չէ։ Վարդանը խտածումն է բոլոր մերժվածներուն, բոլոր անտեսվածներուն, բոլոր անիծվածներուն եւ գալանքի մեջ գտնվող թշնամիի ցերկի տակ մեր բոլոր կալանավորվածներուն։ Եվ այսօր եկեղեցին, որ այդ անձերուն դունն էր, դարձած է անոնց բանդը։ Մենք բոլորս գաղութենք եւ կմաղթենք, որ Վարդան Ղուկասյանը շուտով ազատ արձակվի։